Այսօր ձեզ հետ կիսվելու եմ շատ պարզ խմորի բաղադրատոմսով, որից արտակարգ համեղ, խրթխրթան ու շատ նուրբ պիցցա է ստացվում։ Դե ինչ, ջուրը, աղը, խմորիչը, ձիթայուղը և ալյուրը միացնում ենք իրար։ Այս ամենը խառնում ենք գդալով, ոչ մի ձեռք չի կպնում։ Գդալով խառնելուց հետո բերանը փակում ենք, 30 րոպե պահում ենք և խմորը իրար վրա ենք բերում։ Այնպես ինչպես ցույց եմ տալիս ձեր էկրաններին, ձեռքերը թռչում ենք և 4 կողմից այսպես խմորը վրա ենք բերում։ Այս գործողությունը մենք կրկնելու ենք 3 անգամ։ Պարբերաբար ձեռքերը թռչելով խմորը իրար վրա ենք բերում և 30 րոպե հաշվարկը պահելով կրկնում ենք։ Այնուհետև խմորը տեղավորում ենք սառնարանում, թողնում ենք այնտեղ ամբողջ գիշեր։ Իմ խմորը, եթե անկեղծ, մնացել է սառնանում ուղիղ 2 օր։ Խմորը սառնանից հանելուց հետո ունենում ենք այսպես տեսք։ Նախ ալյուր ենք ցանում խմորի վրա, հետո այն տարածության վրա, որտեղ աշխատելու ենք խմորի հետ։ Խմորը տեղավորում ենք ալյուրի վրա, այս խմորից 2 գունդ ենք ստանում։ 2 հրաշալի պիցցա է ստացվելու։ Խմորները գնդում ենք, ես այստեղ հիանում եմ ուղղակի փուչիկներով, սեղանը ազատում ենք, յուղաթղթի վրա առատ սպիտակաձավար ենք լցնում, ես ձեռքերս մի փոքր ձիթայուղով թռչում եմ, հետո խմորը սկսում ենք բացել բոլոր հնարավոր եղանակներով, ես պիցցայելո չեմ, անում եմ այնպես, ինչպես կարող եմ։ Եվ այստեղ հավաքում եմ պիցցան։ Այստեղ դուք նայեք ձեր նախասիրությանը և այն մթերքներին, ինչ որ ունեք ձեռքի տակ, բայց վերջում ձիթայուղը և օրեգանոն պարտադիր պայման են։ Պիցցան թխում ենք նախապես տաքացված ջեռոցում, ես տապակն եմ պարտադիր տաքացնում 250 աստիճանում, հենց պիցցայի ռեժիմի տակ։ Եվ վերջ, ունենում ենք շատ համեղ, խրթխրթան, միևնույն ժամանակ փափուկ և շատ նուրբ խմորով պիցցա։ Դուք անպայման պետք է պահպանեք հոլովակը, կիսվեք ընկերների հետ, թող ավելի շատ մարդ իմանա այս խմորի մասին և միացեք իմ էջին, ինձ հետ շատ համեղ է։ Չմոռանամ հիշեցնել, որ այս խմորով հրաշալի չաբատա կարող եք թխել։